Դոնալդ Թրամփի ներքին շրջանակում կլինեն առնվազն 3 գեներալներ, ներառյալ Ջեյմս Մեթիսով գլխավորելու է Պենտագոնը։ Արդյոք մենք վճռական ղեկավարություն թե թուլություն ենք ցուցաբերում։ Թրամփը նաև 5 միլիարդատեր ներդրողների և կորպորատիվ գործարարների է նշանակել գերագույն պաշտոններում, ներառյալ պետքարտուղարի պաշտոնի համար ընտրված ExxonMobil ընկերության ղեկավար Ռեքս Թելերսոնը։ Ռեքսը կլինի ԱՄՆ-ի շահերի ամենաուժեղ պաշտպանը աշխարհում։ Սակայն որպես նավթարդյունաբերության ղեկավար Թելերսոնը խուսափել է շահերի պաշտպանի դերից։ Անկախ նրանից դա կլինի Ռուսաստանը, Եմենը կամ Մերձավոր Արևելքը, ես այստեղ չեմ ԱՄՆ-ի կառավարության շահերը ներկայացնելու համար։ Ես չեմ եկել այն պաշտպանելու կամ քննադատելու համար։ Ես դրանով չեմ զբաղվում։ Ես գործարար եմ։ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար նրա ընտրած գեներալների և միլիարդատերերի թիվը ինձ մտահոգում է։ Դեմոկրատ Քրիս Քունսը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է։ Դոնալդ Թրամփը կլինի առաջին նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ, ով երբևէ որևէ հանրային ծառայություն չի մատուցել, ոչ քաղաքացիական, ոչ ռազմական ծառայություն։ Նա պետք է իրեն շրջապատի այնպիսի մարդկանցով, ովքեր հասկանում են ԱՄՆ-ում քաղաքացիական ծառայության կարևորությունը։ Սակայն Թրամփը հավատացնում է, որ վախենալու ոչինչ չկա։ Մենք ամենահզոր կառավարությունը ստեղծելու գործընթացի մեջ ենք։ Միանշանակ ամենախելացի կառավարությունը։ Հանրապետական օրենսդիրների մեծ մասը առայժմ հավանություն է տալիս Թրամփի ընտրություններին։ Կարծում եմ գեներալ Մաթիսը հիանալի ընտրություն է պաշտպանության համար։ Ես դրականորեն եմ տրամադրված եւ կարծում եմ նախագահը ազգային անվտանգության լավ անձնակազմ է ունենալու։ Սա կորպորատիվ սպիտակ տուն է։ Մենք գործադիր տնօրեն ենք ընտրել։ Վերլուծաբան Հուդեքի խոսքերով տարբեր պաշտոններում Թրամփի կողմից կատարված ընտրությունները անսպասելի չէին, սակայն կարող են պոռթկման հանգեցնել։ Որպես կանոն, երբ գեներալը ուզում է, որ ինչ-որ բան արվի, այն արվում է։ Երբ գործադիր տնօրենն է ուզում ինչ-որ բան արվի, այն արվում է։ Սակայն ամերիկյան բյուրոկրատիան այդ հիմունքներով չի գործում։ Կառավարության անդամները շատ արագ կբացահայտեն, թե որքան տարբեր է քաղաքական շրջանակի կյանքը այն կյանքից, որին նրանք են սովոր։ Սենատի դեմոկրատները բավարար ձայներ չունեն Թրամփի նշանակումները մերժելու համար, սակայն նրանք փորձում են պարտադրել, որ այդ պաշտոնների համար ընտրված թեկնածուները տրամադրեն իրենց ամբողջական ֆինանսական զեկույցները, ներառյալ ստացած եկամտի հարկային հաշվետվությունը, մի բան, ինչը նախագահի պաշտոնում ընտրված Թրամփը դեռևս չի արել։ Ստալա Գրիգորյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։